Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հայր Աստված, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով գալիս եմ գահիդ առաջ։ Գալիս եմ շնորհակալություն հայտնելով քո խոսքի համար։ Գալիս եմ գոհություն հայտնելու քո գթության, ողորմության ու շնորհի համար, որ հավիտենական է եւ որ նորանում է ամեն օր։ Տեր քո առաջ եմ բերում ինձ, քո առաջ եմ բերում ընտանիքիս բոլոր անդամներին, իմ արյունակցական գծի բոլոր անդամներին, լսողներին եւ նրանց գերդաստաններին, Տեր, եւ խնդրում եմ, ողորմած Աստված, մեր հոգու կուրությունը, սառույցը մեր սրտերի ջարդի, բացի մեր ականջները, մեր աչքերը, Տեր, առաջնորդիր մեզ քո ճշմարտության ու լույսի մեջ եւ սովորեցրու մեզ, Տեր, որպեսզի հասկանանք, որ դու ես մեր փրկության Աստվածը, որ փրկությունը միայն Հիսուս Քրիստոսով է, որ հաշտությունը քեզ հետ միայն Հիսուս Քրիստոսով է, սեր Աստված, որպեսզի մենք ծնկենք քո առաջ, որպեսզի մենք դառնանք դեպի քեզ, Տեր, չմնանք ամբարիշներ, չմնանք անօրեններ ու մեղավորներ, Տեր ջան, խնդրում եմ, Տեր, քո անվան համար, դարձի բեր մեզ, գործի մեր կյանքերում, մեր ամեն իրավիճակում, քանդի պարիսպները, Տեր ջան, քանդի մեր վրա դրած կապանքները, մեր մտքի վրա, մեր կամքի վրա, որ թույլ չի տալիս մեզ դառնալ դեպի քեզ։ Թող այսօրը նոր օր լինի, ճեղքման օր լինի, հաղթանակի օր լինի, դարձին օր լինի, վերստին ծննդի օր լինի Սուրբ Հոգով, Տեր, Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Հիմա վերադառնանք ելք գրքի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությանը։ Մենք ելք գրքի երկրորդ գլխում ենք և շարունակում ենք։ Անցյալ նախկին դասերը դուք լսեք, իսկ այսօր մենք շարունակենք։ Երբ Մովսեսը մեծացավ, գնաց իր ազգակից եղբայրների մոտ և տեսավ նրանց ծանր աշխատանքները։ Տեսավ, որ մի եգիպտացի ծեծում էր իր եբրայեցի եղբայրներից մեկին։ Նայեց այս ու այն կողմ Մովսեսը և տեսնելով, որ մարդ չկա, սպանեց Եգիպտացուն և նրան թաղեց ավազի մեջ։ Հետևյալ օրը դուրս եկավ, ահա երկու եբրայեցի մարդիկ կռվում էին իրար հետ և ասաց հանցավորին. «Ինչու ես ծեծում քո ընկերոջը»։ Սա ասաց Մովսեսին. «Ո՞վ է քեզ իշխան կամ դատավոր դրել մեզ վրա։ Ինչ է, ինձ էլ սպանելու միտք ունես, ինչպես որ սպանեցիր Եգիպտացուն»։ Մովսեսը վախեցավ և ասաց իր մտքում. «Անշուշտ այս բանը իմացված է»։ Փարավոնը լսեց այդ մասին և ուզում էր սպանել Մովսեսին, բայց Մովսեսը փախավ և բնակվեց Մադիամի երկրում։ Նա նստեց ջրհորի մոտ, Մադիամի քուրմը 7 աղջիկ ուներ։ Նրանք եկան, ջուր քաշեցին և լցրին ավազանները, որպեսզի խմեցնեն իրենց հոր հոտին։ Բայց հովիվները եկան և քշեցին աղջիկներին, իսկ Մովսեսը վեր կացավ, պաշտպանեց նրանց և ջուր խմեցրեց նրանց հոտին։ Երբ նրանք եկան իրենց հոր Ռագուելի մոտ, նա հարցրեց նրանց. «Ինչու շուտ եկաք»։ Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի մեզ ազատեց հովիվների ձեռքից, նույնիսկ մեզ համար ջուր քաշեց և խմեցրեց ոչխարներին»։ Հայրը հարցրեց իր աղջիկներին. «Իսկ ուր է նա, ինչու այդ մարդուն այդպես թողեցիք, կանչեք նրան, որ հաց ուտի»։ Եվ Մովսեսը համաձայնվեց բնակվել այդ մարդու մոտ, և սա իր աղջկան Սեփորային կնության տվեց Մովսեսին։ Կինը մի որդի ծնեց, և Մովսեսը նրա անունը դրեց Գերսամ, որովհետև ասաց նա. «Պանդուխտ եղա օտար երկրում»։ Շատ օրեր հետո մեռավ Եգիպտոսի թագավորը։ Իսրայելի որդիները աշխատանքի պատճառով հառաչում և աղաղակում էին, և աշխատանքի պատճառով բարձրացրած նրանց աղաղակը հասավ Աստծուն։ Աստված լսեց նրանց հեծեծանքը և
Աստված հիշեց իր ուխտը, որ կապել էր Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ։ Աստված նայեց Իսրայելի որդիներին և Աստված իմացավ նրանց վիճակը։ Անդրադառնանք այս ընթերցանության առաջին մասին։ Մովսեսը մեծանում է և ավելի է ոնց որ սկսում այցելել իր հայրենակիցներին, իսրայելցիներին և համակրում է, սեր է առաջանում նրանց հանդեպ։ Երբ Մովսեսը մեծացավ, գնաց իր ազգագից եղբայրների մոտ և տեսավ նրանց ծանր աշխատանքները, այսինքն կարեկցանք, ողորմություն կար նրանց հանդեպ։ Տեսավ, որ մի եգիպտացի ծեծում է իր եբրայեցի եղբայրներից մեկին։ Երբ Մովսեսը մեծացավ, Գործք առաքելոց գրքի 7-րդ գլխի 23 համարից իմանում ենք, որ Մովսեսը 40 տարեկան էր, երբ այս միջադեպը տեղի ունեցավ։ Մինչ այդ նա կրթվել և պատրաստվել էր Եգիպտոսի հաջորդ փարավոնը դառնալու համար։ Ըստ Հովսեփոսի պատմաբանի, միաժամանակ գիտակցելով իր իրական ծագումը իր բնական մոր շնորհիվ։ Գնաց իր ազգակից եղբայրների մոտ և տեսավ նրանց ծանր աշխատանքները։ Այս արտահայտությունը նշանակում է ավելին, քան պարզապես տեսնել։ Այն նշանակում է զգաց նրանց ցավն ու տառապանքը, վշտացավ տեսնելով նրանց ծանր աշխատանքը։ Մովսեսը Աստծո սիրտը կիսողներից է, ասում է մեկնաբանը։ Աստված էր վշտանում տեսնելով այդ ամենը։ Վշտացավ նաև Մովսեսի սիրտը։ Եթե մեր սիրտը իսկապես կապված է Աստծո հետ, ապա մեզ կվշտացնի այն, ինչ վշտացնում է Աստծուն։ Մենք կգնանք այնտեղ, որտեղ Աստված է ուզում, որ գնանք։ Եբրայեցիներ 11-րդ նամակի 11-րդ գլխի 24-ից 26 խոսքերը մեզ պատմում է Մովսեսի սրտում և մտքում տեղի ունեցածի մասին, երբ նա նայում էր, տեսնում էր իր եբրայեցի եղբայրների ծանր տառապալից բեռներին, աշխատանքին։ Այնտեղ ասվում է, որ հավատքով Մովսեսը գիտակցաբար որոշեց նույնանալ Իսրայելի ժողովրդի հետ, այլ ոչ թե իր եգիպտական հեղինակության ու հնարավորության հետ։ Հավատով էր, որ երբ Մովսեսը մեծացավ, հրաժարվեց փարավոնի դստեր որդի կոչվելուց։ Նա նախընտրեց Աստծո ժողովրդի հետ չարչարվել, քան թե միառժամանակ մեղսավոր վայելքներ ունենալ։ Քրիստոսի նախատինքը Եգիպտոսի առատ գանձերից ավելի մեծ հարստություն համարեց, որովհետև վարձի հատուցում էր ակնկալում։ Սա է գրված Աստվածաշնչում։ Մովսեսը գիտեր, թե ով է ինքը, իր ինքնությունը Աստծո մեջ։ Որքան էլ որ նա դաստիարակվել էր որպես եգիպտացի ու ամեն այդ շռայլությունը, որ կար իր շուրջը, նա գիտեր, որ դա իրական ինքը չի, իր եսը չի։ Մովսեսի հավատը Աստծո հանդեպ, որին նա ծառայում էր, օգնեց Մովսեսին իմանալ, թե ով է ինքը։ Այսինքն հավատքով ենք բացահայտում մեր ինքնությունը։ Եբրայեցիներ 11 գլխի 27 խոսքն ասում է. հավատով նա թողեց Եգիպտոսը, թագավորի բարկությունից չվախենալով, որովհետև համբերեց, իբրև թե տեսնում էր անտեսանելիին։ Անտեսանելին դա Աստված է, Աստծո։ Մովսեսը տեսավ, որ մի եգիպտացի ծեծում էր իր եբրայեցի եղբայրներից մեկին։ Քանի որ Մովսեսը կարեկցանքով, համակրանքով և եղբայրասիրությամբ լի սիրտ ուներ իր հրեա ժողովրդի հանդեպ, նա չէր կարող անտարբեր մնալ, երբ մի հրեա եղբայր դաժանաբար ծեծի էր ենթարկվում։ Մովսեսը սպանում է մի եգիպտացու։ Նայեց այս ու այն կողմ և տեսնելով, որ մարդ չկա, սպանեց եգիպտացուն և նրան թաղեց ավազի մեջ։ Նայեց այս ու այն կողմ։ Սրանք մի մարդու գործողություններ են, ով գիտեր, որ սխալ բան է անելու։
Մովսեսը մի քանի պատճառ ուներ իր արածը անելու համար, Եգիպտացուն սպանելու համար, բայց իր արածը թաքցնելու մտահոգությունը ցույց է տալիս, որ Մովսեսի խիղճը հանգիստ չէր։ Եվ տեսնելով, որ մարդ չկա, սպանեց Եգիպտացուն և նրան թաղեց ավազի մեջ։ Աստվածաշունչը ինքը բացատրում է մեզ Մովսեսի այս գործողության հետևում կանգնած շարժառիթը, թե ինչու Մովսեսը դիմեց այդ քայլին, և այն բացատրվում է Գործք առաքելոց գրքի 7-րդ գլխի 23-ից 25 խոսքերում։ Եվ բացատրում է, որ Մովսեսը սա արեց ծեծված իսրայելցուն պաշտպանելու համար և նաև այդ իսրայելցու վրեժը լուծելու համար, բայց նաև այն ակնկալիքով, որ իր իսրայելցի հայրենակիցները կհասկանան, որ ինքը իրենց ազատագրողն է։ Կարդանք Աստվածաշնչյան խոսքը։ Երբ նրա 40 տարին լրացավ, նա միտք հղացավ իր եղբայրների իսրայելցիների մեջ շրջելու և անիրավված մեկին տեսնելով ու տուժածի վրեժը լուծելով սպանեց Եգիպտացուն։ Նա կարծում էր, թե իր եղբայրները կհասկանան, որ Աստված իր ձեռքով նրանց փրկություն է տալու, բայց նրանք չհասկացան։ Ինչպես Հիսուսը, Մովսեսը նույնպես չէր կարող ազատագրել որևէ մեկին, երբ ինքը ապրում էր փառքի պալատներում։ Նա պետք է իջներ գահից, հեռանար պալատից, գնար մի համեստ վայր, համեստություն, հնազանդություն հագներ, Մովսեսը ինքը պիտի խոնարհ դառնար, նախքան կկարողանար ազատագրել իր ժողովրդին։ Ու տեսնում ենք, որ Մովսեսը մերժվում է իր սեփական ժողովրդի կողմից։ Հետևյալ օրը դուրս եկավ, և ահա երկու եբրայեցի մարդիկ կռվում էին իրար հետ, և ասաց հանցավորին. «Ինչու ես ծեծում քո ընկերոջը»։ Սա ասաց. «Ո՞վ է քեզ իշխան կամ դատավոր դրել մեզ վրա, ինչ է, ինձ էլ սպանելու միտք ունես, ինչպես որ սպանեցիր Եգիպտացուն»։ Մովսեսը վախեցավ և ասաց իր մտքում. «Անշուշտ այս բանը իմացված է»։ Մովսեսին թվում էր, որ իր կրթության, թագավորական ընտանիքի անդամ լինելու, իր հաջողության և Իսրայելի ժողովրդի հանդեպ իր գթության ու համակրանքի պատճառով ինքը հեղինակություն կվայելեր հրեաների շրջանում։ Այստեղ նա փորձում է, օգտագործելով իր կարծեցյալ հեղինակությունը, միջամտել երկու հրեա տղամարդկանց միջև տեղի ունեցած վեճին։ Կարող ենք ասել, որ Մովսեսը նախ մարդասպան էր, ապա ուրիշի գործերի մեջ ընկնող, միջամտող, և իհարկե նրա միջամտությունը դուր չի գալիս ու չի ընդունվում վիճող հրեաների կողմից։ Նրանք ասում են. «Ո՞վ է քեզ իշխան կամ դատավոր դրել մեզ վրա»։ Մովսեսը արքայազնի իշխանի պես էր վարվում, հաշվի առնելով իր թագավորական ընտանիքի անդամ լինելը։ Նա նաև վարվում էր դատավորի պես, քանի որ որոշել էր, որ այս մարդկանցից մեկը սխալ էր գործել։ Մենք հասկանում ենք, որ Մովսեսը կատարյալ իշխան և դատավոր էր Իսրայելի ժողովրդի համար։ Աստված այդպես էր կարգել, կանչ դրել իր կյանքի վրա, բայց հրեաները դա դեռ չէին ընդունում, չէին ուզում, չէին հասկանում, նրանք դեռ չէին հասել այն վիճակին, որ դա ընդունեին։ Իշխանը իրավունք ունի կառավարելու և նաև ակնկալելու հավատարմություն նրանցից, ում կառավարում է։ Դատավորը իրավունք ունի ասելու ինչ անել և պատժելու, ու եթե դատավորի ասածը չես անում, նա պատժելու է։ Մովսեսին մերժելով, նրանք առանց ավելորդ խոսքերի կարծես ասացին. «Մենք չենք ուզում, որ դու իշխես մեզ վրա, կառավարես մեզ, ասես մեզ, թե ինչ անենք ու մեր դատավորը լինես»։ Մարդիկ այսօր էլ մերժում են Հիսուսին նույն մտածելակերպով, նույն պատճառով։ Մարդիկ չեն ուզում, որ Հիսուսը կառավարի իրենց և ասի ինչ անեն և լինի իրենց դատավորը։ Ուղղակի մարդիկ չեն հասկանում, ուզեն չուզեն, դա այդպես է։
Եվ ինչպես Մովսեսը, Հիսուսը մերժվեց իր առաջին գալստյան ժամանակ շատերի կողմից։ Մովսեսը եւ Հիսուսը երկուսն էլ ի ծնե կրում էին Աստծո բարեհաճությունը եւ կանչը իրենց կյանքերի վրա։ Եվ Մովսեսին եւ Հիսուսին Աստված հրաշագործ կերպով պաշտպանեց իրենց մանկության տարիներին, որ նրանց չսպանեն ու չվնասեն։ Եվ Մովսեսը եւ Հիսուսը զորավոր էին խոսքերով եւ գործերով։ Եվ Մովսեսը եւ Հիսուսը Իսրայելին ազատագրում առաջարկեցին։ Եվ Մովսեսին եւ Հիսուսին մարդիկ մերժեցին իրենց ներքին չարությունից դրդված։ Եվ Մովսեսը եւ Հիսուսը մերժվեցին Իսրայելի վրա իշխան եւ դատավոր լինելու իրենց իրավունքից։ Մովսեսը Իսրայելի ազատագրումը պլանավորել էր այնպես, ինչպես ցանկացած մարդ կաներ, եւ տրամաբանորեն իրեն համարում էր գլխավոր մարդը իր թագավորական ստատուսի, իր կրթության, հաջողության եւ իր ժողովրդի հանդեպ համակրանքի պատճառով։ Մովսեսն ուներ իր ծրագրերը եւ իր տեսանկյունից դա խելացի, իմաստուն եւ լավ ծրագիր էր։ Սակայն Աստծո ծրագիրը արմատապես տարբեր էր։ 40 տարի անց Աստված Մովսեսին եւ նրա եղբայր Ահարոնին հետ կտանի փարավոնի մոտ, օգտագործելով մի սովորական տեսքով, բայց յուրահատուկ փայտ, որը վերածվեց օձի։ Մովսեսը կխնդրի փարավոնին թույլ տալ Իսրայելին դուրս գալ Եգիպտոսից ու վերադառնալ Քանան։ Փարավոնը կմերժի Մովսեսին եւ Աստված բերում է 10 տարբեր փորձություններ արյան, գորտերի, ճանճերի ու մոծակների, անասունների հիվանդություն, թարախակույտեր, կարկուտ, մորեղ, խավար, պատուհասներ եւ վերջապես Աստված կդատի համար փարավոնին եւ Եգիպտոսին, պատուհաս հասցնելով Եգիպտոսի առաջնեկներին, սպանելով առաջնեկներին եւ Իսրայելի ժողովրդին դուրս կբերի Կարմիր ծովը ճեղքելով։ Իսկ հետո Կարմիր ծովի ջրերը ետ կլցվեն ու կսպանեն եգիպտական բանակին եւ իսրայելցիները կանցնեն անապատը ու կհասնեն Քանան։ Նման անհավանական ու զորավոր ծրագիր ոչ մի մարդ չէր կարող ունենալ, սա միայն Աստծո ծրագիրն էր։ Եվ պատերազմը ոչ թե փարավոնի դեմ էր, այլ փարավոնի այն չաստվածներին, որ փարավոնը ենթարկվում էր, եւ փարավոնը ինքն իրեն Աստված էր համարում։ Եվ Աստված այս ամենով ցույց է տալիս, որ ինքն է միակ ճշմարիտ Աստված, ում դեմ պետք է ոտքերը ծալվեն, եւ նրա ծրագիրն է հաղթական ծրագիրը ամեն մեկի կյանքում։ Մովսեսը նման ծրագիր չէր կարող ունենալ։ Աստված փրկությունը անում է իր ձևով, իր ճանապարհով, որ ոչ ոք չմտածի, թե ինքն է փրկիչը, կամ ինքն իրեն կարող է փրկել, կամ որևէ մեկին փրկել։ Ինչը ինձ էլ սպանելու միտք ունես, ինչ որ սպանեցիր, ինչպես որ սպանեցիր Եգիպտացում։ Մովսեսը վախեցավ եւ ասաց իր մտքում. անշուշտ այս բանը իմացված է, այսինքն թաքուն չի մնացել։ Մովսեսը եկել էր այս մարդկանց փրկելու համար, իսկ հիմա ստիպված է այս մարդկանց վախից ու նաեւ փարավոնի վախից փախնել Եգիպտոսից։ Սրա մասին վաղը կխոսենք։ Հայր Աստված, շարունակում եմ խնդրել ու քո լույսը կանչել, քո լույսը, որ Հիսուս Քրիստոսն է։ Հիսուս Քրիստոս, քեզ կանչում եմ բոլորիս կյանք, քեզ կանչում եմ ընտանիքիս անդամների յուրաքանչյուրի կյանք, յուրաքանչյուրի իրականություն, Տեր ջան։ Թող քանդվի այն կեղծիքը, որ ամեն մարդ ասում է, ես իմ Աստվածն ունեմ, ես իմ ձևով եմ հավատում։ Դա ամենամեծ մեղքն ու կռապաշտությունն է, Տեր, որովհետև դու ցույց ես տալիս ճշմարիտ հավատքը,
որ միայն Հիսուս Քրիստոսով է, ճշմարիտ հավատքը, որ քո հետ հարաբերության մեջ է, ճշմարիտ հավատքը, որ հավատացյալը մենակ հավատացյալ չի կարող լինել, որ հավատացյալը առանց քո խոսքով սնվելու, քո խոսքին վստահելու, քո խոսքի մեջ արմատավորվելու հավատացյալ չի կարող լինել, որ հավատացյալը առանց հավատքի ու առանց ապաշխարության հավատացյալ չի կարող լինել։ Տեր, թող գա քո ճշմարտությունը, թող քանդվեն կապանքները, թող մեր հոգևոր աչքերից թափվի այդ շղարշը, Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։